արժան ես բարձր ձայնով երգենք թագավորին Սուրբ ես դու Տեր արժան ես ողջ փառքին երկնային արքա Տեր Հիսուս մենք քո առաջ ենք գալիս Տեր քո հարս եկեղեցին Տեր իմ Աստված միաբանության մեջ քո առաջ կանգնած Տեր ասում ա դու սուրբ ես Տեր արժան ես ողջ փառքին Տեր արժան ես ողջ գովասանքին Տեր իմ Աստված Հայր շնորհակալ եմ քո փառահեղ ու սուրբ ներկայության համար քո զորավոր առաջնորդության համար քո հոգու համար Տեր իմ Աստված որ դու տվել ես մեզ Տեր որ քո հոգին Տեր իմ Աստված զորացնում ա մեզ տալիս է իմաստություն տալիս է այն խոսքերը Տեր իմ Աստված եւ որը որ պետք է որ մենք խոսենք Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Քո առաջ եմ բերում Տեր, քո հարս եկեղեցին Տեր, այստեղ գտնվող ամեն մարդու Տեր, հրճակում եմ Տեր իմ Աստված, որ քո հոգին Տեր իմ Աստված, լցվի այսօր այս վայրում Տեր, մաքրի Տեր իմ Աստված, սրբի Տեր իմ Աստված, զորացնի Տեր իմ Աստված, դա համարձակություն Տեր, իմ քույր ու եղբայրներին Տեր, որ լցվեն քո հոգով, զորանան Տեր իմ Աստված, մխիթարվեն Տեր, եւ Տեր իմ Աստված, այս տարածքը Տեր, այս քաղաքը Տեր իմ Աստված, որ դու տվել ես մեզ, որ քո անունը դավանենք, որ քո ավետարանը խոսենք Տեր, որ մենք դուրս գանք Տեր քո հոգով լցված, ինչպես որ աշակերտները Տեր, եւ քո անունը Տեր, քո ավետարանը տարածենք, այստեղ բնակվող Տեր, ամեն մի հայալեզու ժողովրդի մեջ Հիսուսի զորավոր անունով, որ ամեն ծունկ ցալվի եւ ամեն լեզու դավանի, որ դու ես միակ Տերը, դու ես միակ ճշմարիտ Աստվածը Տեր իմ Աստված, դու ես Տեր իմ Աստված ալֆան եւ օմեգան, դու ես Տեր իմ Աստված, որ փրկում ես մեզ միակ դուրը Տեր, եւ առանց քեզ Տեր իմ Աստված, մենք փրկություն չունենք Հիսուսի զորավոր անունով Տեր։ Հալելույա Հիսուս, հալելույա Տեր։ Ես խնդրում եմ Տեր, այսօր Տեր, որ այստեղ գտնվող ամեն մարդ, ու այն մարդիկ Տեր իմ Աստված, ովքեր որ մեզ համացանցով են դիտում, ովքեր որ առաջի անգամ են այստեղ, ու միգուցե առաջի անգամ են միացել Տեր, եւ նայում Տեր, ես խնդրում եմ, որ քո հոգին Տեր իմ Աստված, հպվի իրանց Տեր, որ քո հոգին Տեր իմ Աստված, փոխի Տեր իմ Աստված իրանց ներսը, Հիսուսի զորավոր անունով, ես հավատում եմ Տեր իմ Աստված, ես հավատում եմ, որ քո հոգին Տեր իմ Աստված, կարա փոխի ամեն իրավիճակ, ես տեսել եմ Տեր, վերապրել եմ Տեր, ոնց որ առաքյալն էր ասում, այն ինչը որ ընդունեցինք Քրիստոսից, այն էլ ավանդում ենք Տեր, Տեր իմ Աստված, այն ինչը որ վերցրել ենք Տեր, քո հոգին Տեր իմ Աստված, քո հոգով Տեր, Հիսուս Քրիստոսին Տեր, տալիս ենք Տեր իմ Աստված, որ ամեն քո կարիք ունեցողը Տեր, տեսնի քո ձեռքը, տեսնի քո երեսը, տեսնի քո փառքը Տեր եւ փառավորվի քո փառքի ներքո Հիսուս Քրիստոսի անունով եւ ողջ եկեղեցին ասեց ամեն հալելույա հալելույա մեր Աստված զորավոր Աստված է մեր Աստված ամենակարող Աստված է սիրելիս հալելույա Հալելույա Մինչև կնստես մի հատ վկայություն եմ ուզում պատմեմ Որոշ ժամանակ առաջ ներսիցը Սուրբ Հոգին սկսեց խոսել ու գիտես առաջնորդեց որ դուրս գամ աղոթքի ու աղոթքս պետքա պատերազմական աղոթք լիներ ու ես տանիցը դուրս եկա մեր այնտեղ որտեղ որ մենք աղոթք ենք անում ու մեր ծառայողական գրուպայի մեջ գրեցի որ եկել եմ աղոթքի եթե մարդը ուզում է միանա եկեք իրար հետ աղոթք անենք ու ահագին աղոթք արեցի լեզուներով Տերը տանում էր պատերազմական աղոթքի լեզուներով աղոթքի Սուրբ Հոգու լեզուներով աղոթքի ու գիտես երբ որ աղոթք էի անում մի բան հասկացա որ այս աղոթքը ես պետքա ձայնայինով ուղարկեմ կնոջս
Սուրբ Հոգու լեզուներով աղոթքը ձայնոյնով ուղարկում եմ կնոջս։ Ու ես աղոթում եմ, ես չգիտեմ ես ինչ եմ աղոթում, բայց իմ ներսը տագնու վրա է եղնում, ինչ որ մի բան ինձ դուր չի գալիս։ Ես ուզում եմ, որ Աստված փոխի, ու ես աղոթում եմ Սուրբ Հոգու լեզուներով։ Ու գիտեք ինչ ա լինում, որոշում եմ, որ այդ աղոթքը պետքա գրեմ, տենամ ինչ ա թարգմանում։ Ու ես Սուրբ Հոգու լեզուներով գրում եմ, բառարբար տարերով ինչ որ ստանում եմ, գրում եմ։ Ու հենց որ սխմում եմ, թե ինչ է ինքը թարգմանում, բերում է Էլլա, այսինքն Աստված, գրում է, բերում է թարգմանությունը, Բոգ պիրիձելալ, Աստված փոխեց, հալելույա, սիրելիս, ես չգիտեմ, դու ինչ իրավիճակի մեջ ես, ես չգիտեմ ինչ խնդիր ունես, բայց Սուրբ Հոգին, երբ որ դու աղոթում ես Սուրբ Հոգով, ու Հոգին ասում, Աստծո խոսքը ասում է ամբարբար հառաչանքներով բարեխոս ա լինում Հորը, մենք չգիտենք ինչի համար ենք աղոթում, բայց Սուրբ Հոգին ամբարբար հառաչանքներով բարեխոս է լինում Հորը, եւ Հոգին մեր Տերը գիտես ինչ անում, փոխում է ամեն բան, փառք Հիսուսին, հալելույա։ Կարաս կողքինիդ ողջունես, կարաս մի հատ լավ բան ասես ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, հալելույա, ինձ զորավոր է մեր Աստված։ Շնորհակալ եմ փառաբանության թիմ ջան, հալելույա։ Մեր Աստված զորավոր ու ամենակարող Աստված է։ Մեր Աստված իրավիճակներ փոխող Աստված է։ Սիրելիս, հենց այնպես տեղը չի այս տարի հրճակված մեր ընդհանուր կյանքի խոսքի վրա, հովիվ գորը մեր ավակ հովիվը հրճակել է բաց աչքերի տարի։ Աչքերդ լայն բաց, գիտես, երբ որ մի բան ֆիզիկական աչքերով չես տենում, երբ որ հոգով ես նայում, հոգու աչքերով Աստված քեզ ինձ բաներ է ցույց տալիս, որ ֆիզիկականում դա անհնար է տեսնելը։ Ոնց որ ցույց տվեց հրեղեն կարկերը Եղիսեի շուրջը պտտվելիս, գիտես, նենց էլ այսօր Աստված կարա քեզ հոգևոր նենց բաներ ցույց տա, որ ել եմ ասում, ֆիզիկականով անհնար է, դու չես կարա ֆիզիկական հայացքով այդպես բան տեսնես։ Այսօր շատ կարևոր օր է ու այսօր մենք նշում ենք Պենտեկոստեն։ Պենտեկոստեն դա 50-րդ օրն է, երբ որ Քրիստոսը հարություն առավ, ու գիտես ինչ ասում, աշակերտներն ասում է, այստեղից դուրս չգաք, մինչև Սուրբ Հոգուն չառնեք, մինչև համարձակություն չգա ձեր վրա, այստեղից դուրս չգաք։ Բայց մինչև այդ ես կուզեմ մի քիչ հեռու գնանք։ Մի քիչ ավելի հետ գնանք, հասնենք Մովսեսի ժամանակները, այսօր խոսալու եմ կրակի մասին, Սուրբ Հոգու մգրդության մասին, բայց գիտես ուզում եմ մի քիչ հետ գնանք իրար հետ։ Համաձայն եք իրար հետ գնանք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եկեք միասին բացենք Ելից 3-րդ գլուխ։ Ելից 3-րդ գլուխ 2-րդ խոսքից կկարտանք։ Եվ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երևեցավ նրան մորենու մեջիցը, եւ նա տեսավ, որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։ Եվ Մովսեսը ասեց. «Մեկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարանը, թե ինչու համար մորենին չի այրվում»։ Այ քեզ հետաքրքիր բան։ Տեսեք ինչ է ասում։ Տիրոջ հրեշտակը ասում է երևեցավ ու տեսեք հետաքրքիր բան, կարևոր բան է ասում, տեսավ մորենին վառվելիս, բայց մորենին չի վերջանում։ Սելներս, ով է կրակի մեջ ցախ գցել։ Հա, ինչ է տեղի ունեցել այդ ցախի հետ։ Միանգամից վառվել է։ Բայց գիտես, այստեղ ասում է, ինք խոսում է ուրիշ կրակի մասին, Տիրոջ կրակի մասին։ Ու տեսեք ասում է, տեսավ մորենին վառվելիս, վառվում է, բայց մորենին չի սպառվում։ Ու գիտեք ասում է, հələ մի հատ հետ դառնամ, հետաքրքրասիրություն ուներ, փապակ ուներ, հələ տենամ, էս ինչ է կատարվում, էս ինչի չի վառվում, էս ինչի չի սպառվում էս մորենին, խի չի վերջանում։ Եվ տեսեք ինչ է ասում Աստծո խոսքը, Ելից 3-րդ գլուխ 4-րդ խոսքը։ Եվ Եհովան տեսավ, որ նա դարձավ տեսնելու եւ Աստված մորենի մեջից կանչեց նրան։ Եվ ասեց. «Մովսես, Մովսես», եւ նա ասեց. «Ահա ես»։ Եվ ասեց. «Այստեղ մի մոտենար, այստեղին մի մոտենար, կոշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այս տեղը, որի վրա դու կանգնած ես, Սուրբ ինչա
Սուրբ երկիր է։ Եվ նա ասեց. ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը, եւ Մովսեսի երեսը ծածկեց, որովհետեւ վախեցավ Աստծուն մտիկ տալու, փառք Հիսուսին։ Սիրելիս, գիտես, ուզում եմ այստեղ ես ու դու մի բանի վրա կանգ առնենք։ Երբ որ Աստծո խոսքը կարդում ես, այստեղ հստակ գրված է, չէ, երբ որ մորենին վառվում էր, բայց չէր վերջանում։ Սիրելիս, դա Աստծո կրակն էր, Սուրբ Հոգու կրակն էր, որը որ չի վնասում։ Ուշադիրես, չի վնասում, չէր վառվում, կրակը կար, ներկայությունը կար, բայց այդ ներկայությունը չէր վնասում մորենին, մորենին չէր սպառվում։ Երբ որ կգնանք հեսա գործ կառակելոց կտեսնես, հենց այդ նույն կրակը, երբ որ խոսում էին աշակերտները, երբ որ նստած էին, ասում է այդ նույն կրակը, ահա երևաց լեզուներ կրակի նման աշակերտների վրա նստած, այդ նույն կրակն էր, սիրելիս, որի միջոցով, որի մեջից, որ Աստված խոսեց։ Ուզում եմ խոսքը վերնագրի կրակի մեջից խոսացող Աստված, բայց գիտեք այսօրվա խոսքի վերնագիրը ինչ եմ դրել։ Սուրբ Հոգով մկրտություն։ Սուրբ Հոգով մկրտություն։ Մեր Աստված, սիրելիս, կրակի մեջից խոսացող Աստված է։ Մեր Աստված, եթե դու գնաս Դանիելի մարգարեություն, կտեսնես, երբ որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը իրանց գցեցին կրակի մեջ, որ Նաբուգոդոնոսորը վառել էր 7 անգամ է թեժացրել։ Գիտես, բայց երբ որ Տերը հայտնվեց այդ կրակի մեջ, այդ կրակը դառավ օրհնություն Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի համար։ Երբ որ իրանք դուրս եկան ազատված արդեն, գիտես ինչ տեղի ունեցավ, երբ որ իրանք դուրս եկան այդ ամենից, իրանց Աստծո խոսքը ասում է, իրանց վրայից նույնիսկ ծխի հոտ չէր գալիս եւ իրանց մազերը նույնիսկ խանձված չէր, բայց կաբանքները ազատող էր։ Սիրելի Սուրբ Հոգու կրակը քեզ ազատում է ամեն կաբանքներից։ Կարաս փառք տաս Աստծուն։ Սուրբ Հոգու կրակը ազատում է քեզ ամեն կրակներից։ Հովանես Ավետարան 7-րդ գլուխ 37-րդ խոսքից։ Եվ տոնի վերջը մեծ օրումը Հիսուսը կանգնած էր եւ աղաղակեց եւ ասեց. եթե մեկը ծարավե, թող ինձ մոտ գա եւ խմե, ինձ հավատացող է, ինչպես գիրքն է ասում, նրա փորից է կենտանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորված։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում։ Հիսուսը Աստծո խոսքը ասում է, Հիսուսը կանգնած խոսում էր, աղաղակում էր, ու գիտեք ինչ էր ասում, ինձ հավատացողները իրենց փորից կենտանի ջրեր կբխեն։ Ու խոսքը ասում է, մեկնաբանում է, բացատրում է, դա խոսում է այն հոգու մասին, որ գալու էր, որը որ իրանք առնելու էին, բայց իրանք չէին առել Սուրբ Հոգուն, որովհետև Քրիստոսը դեռ չէր փառավորվել։ Գիտեք, Աստծո Հոգին, Աստծո խոսքը ասում է, Աստծո Հոգին, երբ որ կարտաս ասում է, եւ Տերը իր հոգուծը իջացրեց, դրեց Մովսեսի վրա, հետո վերցրեց մյուսի այդ նույն հոգին, որ Մովսեսի վրա էր, բաժանեց մնացած Ղևտացիների վրա, որ կառուցեն իր տաճարը։ Գիտեք ինչա տեղի ունենում։ Սիրելիս, մի կարևոր ու շատ թանկ բան, որ տեղի ունեցավ, երբ որ Քրիստոսը հարություն առավ, գիտեք, ասավ ես կգնամ եւ կաղաչեմ, որ հայրը մխիթարիչին, կարաս ասես մխիթարիչին տա ձեզ։ Այս բառը նես կարևոր բառ ասելիս, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, ես ու դու մխիթարվում ենք, որովհետև որբ չենք, որովհետև մեր Տերը ասեց, ես ձեր որբ չեմ թողա։ Հալելույա, ինչ քաղցր ու զորավոր ներկայություն կա այսօր այստեղ։ Գիտես, ես հիշում եմ, երբ որ Սուրբ Հոգով մկրտվել էի, մի բան իմ հետ տեղի ունեցավ։ Նոր եմ ապաշխարել, մի քանի ամիս է, մեր Աստծո գեներալներից մեկը եկել էր մեր մոտ ծառայության, ապաշխարել եմ Տաշիրում,
Աստծո գեներալներից մեկը եկավ մեր մոտ ծառայության, հիմա ինքը երկնքում է ու հարցրեց՝ «Կուզես Սուրբ Հոգով մկրտվես»։ Ասեցի՝ «Հա, ուզում եմ»։ Ու ինքը սկսեց իմ համար աղոթել ու գիտեք, ես ընդամենը 2 բառ ասեցի Սուրբ Հոգով հասկաց ու ասավ՝ «Դու Սուրբ Հոգով մկրտվել ես»։ Ես ընդամենը 2 բառ ասեցի ու այդտեղից դուրս եկա ու հետո ուզում եմ խոսեմ, չի ստացվում, մի բան չի ստացվում։ Ու եկա գյուղ, հետո գնում էի Պապայի հետ բարձրացել էինք սունգ հավաքելու, ով է սիրում սունգ հավաքել։ Սունգ հավաքելու եմ գնացել Պապայի հետ ու հայրս ինձ հարց է տալիս, ես պատասխանում եմ, Պապան զարմացած դեմքիս է նայում։ Գիտեք ինչի, որովհետև լցվել էի արդեն Սուրբ Հոգու կրակով ու խոսում էի Սուրբ Հոգով։ Պապան զարմացած նայում է, «Էս երեխուն ինչ եղավ»։ Նորմալ հայերեն էր խոսում, հիմա չգիտեմ ինչ լեզվով է խոսում։ Սիրելիս, մենք չգիտենք ինչ լեզվով ենք խոսում, բայց Սուրբ Հոգին անբարբար հառաչանքներով բարեխոս է լինում Հորը, փառք Հիսուսին։ Գիտես, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտես ինչ տեղի ունեցավ, սիրելիս։ Այդ օրվանից հետո կզարմանաս։ Ավելի ճիշտ Սուրբ Հոգով մկրտված մարդիկ չեն զարմանա։ Աստծո խոսքը սկսվեց յուրօրինակ ձևով բացվել է։ Տիրոջը մոտեցողները ո՞նց են մոտենում, փառաբանողները ո՞նց, հոգով եւ ճշմարտությունով, հոգով եւ խոսքով։ Հալելույա։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ առաջի խոսքից։ Եվ Պենտեկոստեի, եւ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծ երկնքիցը մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցվեց բոլոր տունը, ուր նստած են, եւ երևեցան նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակիցը։ Եվ նստեցին նրանց ամեն մեկի վրա, եւ ամենը Սուրբ Հոգով լցվեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Փառք Հիսուսին։ Սիրելիս, նայում եմ այստեղ ու երբ որ պատրաստվում եմ այսօրվա խոսքին, նայում եմ համեմատականը, այդ նույն կրակն էր, գիտես, չէ՞։ Այդ նույն կրակն էր, որ Աստված մորենու վրա էր իջացրել ու մորենու մեջից խոսում էր։ Չեմ ասում եմ մորենին Սուրբ Հոգով լցված էր, հանկարծ չելնեք ասեք, հովը քարոզում է, որ մորենին Սուրբ Հոգով լցված է։ Աստված մորենի մեջից խոսում էր, Տիրոջ Հոգին խոսում էր մորենի մեջից։ Կրակը նույնն էր, սիրելիս։ Այդ կրակը նույնն էր, այդ նույն կրակի մեջից Տերը խոսում է, ու այդ նույն կրակն էր, որ արդեն իջել էր աշակերտների վրա, եւ աշակերտները արդեն լցված էին Սուրբ Հոգով։ Ու գիտեք ինչա տեղ ունենում, շարունակությունը որ կարտակ, ասում է, երբ որ նրանք դուրս եկան, զորացած խոսում էին, բոլորը զարմանում էին։ Նայում էին Պետրոսին, նայում էին աշակերտներին, հասկանում էին, սրանք անկիշտ մարդիկ էին, բայց մի բան գիտեին, որ Հիսուսի հետ են։ Գիտես ով էր իրանց այդ զորություն տվել, Տիրոջ Հոգին։ Ու գիտես, ասում է, բոլորը գալիս էին ու լսում էին ամենքը իրենց լեզուն։ Դու պատկերացրու գնում ես ինչ որ մի երկիր, ինչ որ մի տեղ, լեզուն չգիտես։ Ու ասում ես Տեր դե խոսա։ Հետաքրքիր է, չէ՞, Տեր դե խոսա։ Ու մեկը, որ ընդհանրապես չգիտի, որ դու այդ երկրից ես, չգիտի դու ով ես, ու Տերը սկսում է իր միջոցով խոսալ, բայց այդ մարդը այդ նույն լեզուն չգիտի ինքը ինչ է խոսում, եւ դու հասկանում ես, դու ինչ խոսք ես ստացել, եւ դու հասկանում ես, որ Աստված կոնկրետ քեքու հետ խոսում է, մի մարդու միջոցով, ով որ ընդհանրապես այդ լեզուն չգիտի։ Մի քանի տարի առաջ, մոտավորապես երևի մի 7 տարի առաջ, ինչ արագ են անցնում ժամանակները։ Մեր մոտ ծառայություն եղավ Մոսկվայում։ Եկել էր աշխարհահռչակ Մարգարե իր թիմով ծառայություն արեցին ու ծառայությունը երբ որ վերջացրեցին, իմ համար աղոթում էին ու գիտեք ես իրանց տանում եմ արդեն օտանավակայան, որպեսզի ճանապարհեն, որպեսզի իրանք արդեն գնան այնտեղ որտեղից որ իրանք եկել են ու իրանք անգլերեն խոսում են։ Ես անգլերեն չեմ հասկանում։
անգլերեն չեմ հասկանում, բացի բարևից ու չգիտեմ մի քանի բառից, ես անգլերեն չգիտեմ։ Սերնես գիտեք ինչա տեղ ունենում։ Երբ որ իրանք սկսում են խոսալ, ես հասկանում եմ իրանք ինչ են խոսում, բայց չեմ կարա պատասխանեմ, որովհետև անգլերեն չգիտեմ, բայց Տերը Տիրոջ հոգին ինձ հայտնում է իրանք ինչ են խոսում։ Եվ կա ժամանակակից տեխնոլոգիա, որը որ կոչվում է Google Переводчик։ Ու ես այդ ծրագրից օգտվելով հարցնում եմ, ասում եմ դուք SSS բանի մասին եք խոսում, ու Մարգարեն լսում է անգլերեն ու ծիծաղում է ու իր կողքին նստածներին, իր թիմակիցներին ասում է, երբ որ ասում եմ հոգիների զանազանության պարգև, էսի նկատի ունեմ, որ Աստծո հոգին հայտնում է։ Ու ես այդտեղ զորացած, լցված իրանք վերջում իր ամբողջ թիմով իմ համար աղոթում են, ու ես հասկանում եմ, որ ես ինչ-որ մի պարգև եմ վերցնում Տերիցը։ Տերը ինչ-որ մի հատ բան է տալիս, որ գալիս ու մնում է ին վրա։ Ու երբ որ իջացրեցի, երիտասարդ տղա Մոսկվայում դեռ ամուսնացած չէի, ու այդ ժամանակ Մարգարեացավ, ասավ հաջորդ տարի որ կգամ, ես կտենամ դու ինձ կծանոթացնես քո կնոջ հետ։ Ուզում եի հարցնել, ասեի Երանի քո հավատքին, որովհետև ես ինքս էլ դեռ ծանոթ չեմ իր հետ, ում հետ որ քեզ պետքա ծանոթացնեմ։ Բայց հաջորդ տարի, երբ որ Մարգարեն եկավ, ես տարա ու իմ կնոջը ծանոթացրեցի, ասի այն կինն է, որի համար որ Մարգարեացել էր։ Հալելույա։ Սիրելիս Փառք Հիսուսին, սիրելիս գիտեք ինչա տեղի ունենում։ Այդ ամենիցից զորացած օտանավակայանից ես օտանավակայանում էի, այդ էլ ասեմ, Yandex քշողների համար ամենայն համով տեղն է, պադարն է, օտանավակայանը։ Որպեսզի այդտեղից դադարք դուրս չգամ, ես միացնում եմ այդ ծրագիրը, որ ինձի մի հատ զակաս տա, այդտեղից դուրս դադարք չգամ։ Ու զակաս է գալի ինձի։ Որ զակազա գալիս, իշնում եմ ներքև, գնում եմ, որ իրան դիմավորեմ, նստում եմ մի սևամորդ, մի քիչ սևուկ աղջիկ, ու էլի սկսում անգլերեն խոսալ, ես ասում եմ, այս ամերիկացիները ին վրա գալով են, ու ես անգլերեն չեմ հասկանում, ու ինքը ինձ բացատրում է, թե ուր պետքա գնա, ես քարտեզի վրա ցույց եմ տալի, ասում եմ, այս տեղն է, ասում է, հա, ու ինքը սկսում է իմ հետ խոսալ, ես չեմ հասկանում ինքը ինչ է խոսում, մի խոսքով ես հասցեն հասկացա, որ ինքը որտեղ իրան ուր եմ տանելու, ու վերջ, ինքը նաուշնիկները, իր ականջակալները, հա, գրական, ականջակալները դրեց, ու գիտեք ինչ անում, երաժշտությունը միացրել է, իմ համար դրանից լավ բան չկա, երբ որ պասաժիրը, այսինքն ուղևորը միացնում է իր ականջակալները, ու ես կարամ այդ ընթացքում հանգիստ երկրպագություն միացնեմ ու լեզուներով աղոթեմ։ Դրանից լավ ժամանակ իմ համար չկա, որ ոչ ես եմ իրան խանգարում, ոչ ինքը։ Մանավանդ եթե մի քիչ sense բան հաճախորդ է։ Ու գիտեք, ես սկսում եմ Սուրբ Հոգու լեզուներով աղոթել, որ մի քիչ տեղ գնում ենք, մի քիչ տեղ որ գնում ենք, ինքը իմ ուսին sense խփում է, ես շուռ եմ գալիս, ու ինքը ինձ հարցնում է անգլերեն։ Ես ասում եմ, քուր ջան, I not English, ես չեմ հասկանում, ես չգիտեմ դու ինչ ես ասում, ես քո լեզուն չգիտեմ, որ մի քիչ էլ են գնում, այս քուրի գնորից լսում է երկրորդ անգամ ինքը արդեն լացելով ու իմ ուսին խփում է լացելով ու ես շուռ եմ գալիս, հասկանում եմ, որ Աստված ինչ-որ մի բան արե, գիտես, ներսս պանիկա չկա, բայց հասկանում եմ, որ ինչ-որ մի բան արել է, հզոր բան է Աստված արե։ Ու ինքս չգիտեմ, ես էլ շփոթված եմ։ Ու ինքը ինձ իմ հետ սկսում է նորից անգլերեն խոսել է, ասում եմ, ես քեզ չեմ հասկանում։ Մի խոսքով հեռախոսով զանգում է չգիտեմ ում, ու հեռախոսը տալիս է ինձ։ Այս եղբայրը վերցնում ասում է, մի հատ ձեզ բան եմ ուզում հարցնեմ, ասում եմ, ես ձեզ լսում եմ, ասում է դուք Ամերիկայի, չգիտեմ, լատինե ամերիկան, այս ինչ դիալեկտը գիտեք։ Իմ պատասխանը էս էր, եղբայր, բացի հայերենից, ես նույնիսկ գրական հայերեն խոսալ չգիտեմ։ Մենակ մյուս լեզուն, որ ես գիտեմ, դա ռուսերենն է։ Գյումրու բարբարով կարամ խոսեմ։ Վանաձորի բարբարով կարամ խոսեմ, բայց մի լեզուն, որ ես գիտեմ, դա ռուսերենն է։ Ու գիտեք ինչ ասում։ Ասում է, որ գաք հասնեք տեղ, խնդրում եմ, չգնաք, ձեզ մարդ կմոտենա, ձեր հետ կխոսա։ Հասնում ենք տեղ։ Գիտեք ինչա տեղ ունենում։ Մի հատ եղբայր է դուրս գալիս, ու ես սկսում եմ աղոթել, որ այս եղբայրը գա իմ հետ ընդհանրապես ուղղակի խոսա։ 2 մետր բոյ,
մի մետր լենք, ասում եմ Տեր, մենակ խոսալու է, չէ՞ եկե։ Ուրիշ բանի չի եկե։ Ու գիտեք, այս քուրիկը դուրս է գալիս, մոդենում է այս եղբորը, սկսում է խոսել, լացելով, պատմել, ու գիտեք, ներսը սենց մի հատ նենց Աստծո ներկայություն է գալիս, ու ես անկախ ինձանից սենց հազիվ եմ ինձի պայում, որտեվ զգում եմ Աստծո ներկայությունը։ Ու գիտեք, եղբայրը մոդենում է, ու ինձի հարցնում է, ասում է, դու ես աղջիկան ճանաչում ես։ Ասում եմ, չէ։ Ու հիմա պատմում է, թե ինչա տեղի ունեցել տաքսու մեջ։ Այս աղջիկը բապտիստական Ամերիկայի բապտիստական, չգիտեմ որ եկեղեցու հաճախորդ է եղել, եկեղեցու անդամ։ Եղել է ժամանակ, ինչ որ մի բանից գայթակղվե ու դուրս է եկել, ու որբիզի ամեն ինչից փախնի, նույնիսկ երկրից է փախել։ Ու գիտեք, երբ որ նստել է օտանավակայան, մի հատ բան է ասել, եթե ես քեզ պետք եմ, Տեր, իմ հետ խոսա։ Եթե ես քեզ պետք եմ, ես կխնդրեմ, որ դու իմ հետ խոսաս։ Ու հիմա պատկերացրեք, աղջիկը իջնում է օտանավակայան, ու Աստված արդեն հենց այդ նույն օրը իր համար պատասխան ուներ։ Ու հանդիպում է մեկին, ով որ ընդհանրապես անգլերեն չգիտի, որպեսզի ցույց տա Աստված, որ ինքն է անողը։ Ու ես իր անունն էլ չգիտեմ։ Ես նույնիսկ իր անունն էլ չգիտեմ։ Ու գիտեք, երբ որ նստում ենք մեքենան, ու քույրիկը պատմում է, ասում է, մի քիչ տեղ գնացինք, ասում է, ուժեղ ձեն ականջակալներից մեջ։ Ու ասում է, որ ես լսեցի, որ կանչեց իմ անունը, Մելիսա։ Մարմինս փշակաղում է, այնց այդ վկայությունը պատմում եմ։ Ասում է, ականջակալս հանեցի, ու ասում է, իրան հարցրեցի, դուք ինձ բան եք ասում, ասում է, եղբայրը ասեց, ես չեմ ասում, ես անգլերեն չգիտեմ։ Ու ասում է, մի քիչ տեղ է գնացինք, նորից բարձր ձայնով, նենց որ լսում եմ, ասում է, ականջակալներից մեջ, Մելիսա։ Ասում է, երբ որ հանեցի, ասում է, եղբայրը երկու անգամ շեշտեց, Մելիսա, Մելիսա, Հիսուսը սիրում է քեզ։ Հիմա թող ինչ որ մեկը կանգնի ու ասի, Սուրբ Հոգով խոսելը, չգիտեմ ես իմ ինչա, դենց բան չկա, սիրելիս, իմ հետ ա եղել։ Փառք Հիսուսին։ Հռովմայացիս 8-րդ գլուխ 26-րդ խոսքը։ Մինչև էդեր ասեմ ներողություն։ Ու երբ որ ես քուրիկես վկայությունը պատմեց, գիտեք ներսս ինչ տեղի ունեցավ։ Ուրախությունից լացում եմ, ինքն էլ լացում է, ու գիտեք, մի բան գիտեր, մի բան հասկացավ, էլ ընդհանրապես չէր կասկածում, որ Տերն է իր հետ խոսացել, որովհետև ոչ իր անունը գիտեի, ոչ էլ նամանավանդ իրենց այդ իր ապրել ծննդավայրի դիալեկտը։ Աստված այնց կոնկրետ մանրուքների մեջ, այսպես մանրուքներով խոսացել է, որ ընդհանրապես այդ քուրը չկասկածի, որ Տերն է իր հետ խոսում։ Փառք Հիսուսին։ Հռովմայացիս 8-րդ գլուխ 26-րդ խոսք։ Այսպես էլ հոգին է օգնում մեր տկարություններումը, որովհետև թե ինչ բանի համար պետք է աղոթք անենք, ինչպես արժան է չգիտենք, բայց ինքը հոգին անբարբար հառաչանքներով բարեխոս է լինում։ 27-րդ խոսքը. Եվ սրտեր քննողը, ով է սրտեր քննողը։ Եվ սրտեր քննողը գիտի թե ինչ է հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սրբերի համար բարեխոսում է։ Սիրելիս, գիտես ինչ է ասում։ Սրտեր քննողը, իմ ու քո Տերը, երկնքի երկրի արարիչը, ասում է գիտի, Սուրբ Հոգին, սիրելիս, գիտի, թե ոնց է պետք Աստծուն վայել աղոթք անել սրբերի համար, ինչ անել, բարեխոս լինել։ Կարաս ասես, բարեխոս լինել։ Սիրելիս, Սուրբ Հոգով մկրտված մարդը պետքա բարեխոս լինի, ոչ թե չարախոսի։ Գիտես, մեկ նայում եմ, մարդիկ գալիս են, սկսում են խոսելը, ուզում եմ հասկանամ, լավ, այս մարդը Սուրբ Հոգով մկրտված մարդ է, չի հասկանում, որ այս պահին ոչ թե ինքը բարեխոս է լինում, չգիտեմ, կիսուրից է բողոքում, կեսրարից է բողոքում, ամուսնուց է բողոքում, ընկերոջից է բողոքում, չգիտեմ, ինչ որ մեկից է բողոքում, բոլորը վատ են, ու ինքը սկսում է բողոքելը, սաղորը խմում է, սաղորը ծխում է, չի աշխատում, չգիտեմ ինչ, սկսում է պատմել, ու գիտեք հետևում ինչ է դրած, չարախոսություն,
քծի, ցածրացնի։ Սիրելիս, ասում եմ, դու Սուրբ Հոգով մկրտված ես, ասում եմ, հա, մկրտված եմ, բայց չես հասկանում, որ պետքա բարեխոսես։ Տեր, խնդրում եմ, փոխի։ Տեր, խնդրում եմ, փոխի։ Սիրելիս, գիտեք, ժամանակ առ ժամանակ բոլորիս վրա էլ հարձակումներ գալիս է, շատ հզոր, ծանր հարձակումներ է գալիս։ Բայց գիտես, երբ որ դու կանգնում ես ու հոգով, Սուրբ Հոգով աղոթում ես, դու չգիտես ինչերից Աստված քեզ է ազատում։ Բարեխոսենք, ոչ թե չարախոսենք։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Գաղատացիս 5-րդ գլուխ 16-րդ խոսքը, բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարիլ։ Բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարիլ։ Գիտես, Սուրբ Հոգին սիրելիս, ինձ ու քեզ դաստիարակում է։ Որ կարտացինք ամենաառաջի տեղը, Ելիցը։ Այստեղ նայեք, Աստված ինչ է ասում Մովսեսին։ Մովսես, ոտքերը թանի, կոշիկները թանի, ստեղ սուրբ տեղա, այս վայրը սուրբ տեղա, լսեք, Սուրբ Հոգին ինձ ու քեզ դաստիարակում է, ոչ մեկ Սուրբ Հոգուց լավ, ոչ կարա հանդիմանի, ոչ է կարա դաստիարակի սիրելիս, ոչ մեկ Սուրբ Հոգուց լավ, ոչ կարա հանդիմանի, ոչ է կարա դաստիարակի։ Այն հին դալիճում ծառայություն ենք անում, ով որ է դալիճում եղել է կհիշի։ Այնտեղ բեմը շատ ներքև էր, ցածր էր, իսկ նստարանները շատ բարձր, այն ամֆիթատրոն էր, ու գիտես, այդտեղ ծառայության ժամանակ կանգնած ծառայում էի, կանգնած եմ աղոթքի, մի տեսակ հարձակում կար ու աղոթքի մեջ եմ, քուրիկներից մեկը, ինքը հիմա այստեղ չի, քուրիկներից մեկը տեսնում է, որ ես տրամադրություն չունեմ ու իջնում է։ Վերևից գալիս է, մոտեցավ ասում է, Հովիվ ջան, աղոթում էի, Սուրբ Հոգին ասեց, կարենս անտրամադիր ալա, գնա տես ինչ է եղել։ Ասի դու երևի վերևն ես, կաբերը ավելի լավ է բռնում, գնա ասա ամեն ինչ նորմալ է, ասա էսա կբարձրանան բեմ, իրար հետ կհանդիպենք։ Սիրելիս, գիտես, մեկ մարդիկ կարան Տիրոջ հոգուց, մտում, Աստծո հոգին ինձ սենց ասում, Տիրոջ հոգին ինձ սենց ասավ, Տիրոջ հոգին ինձ սենց ասավ, բայց սիրելիս ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ, Աստծո հոգին, Աստծո խոսքին չի հակառակվում, Աստծո հոգին, Աստծո խոսքին դեմ չի գնում։ Հալելույա, չքաղցրես Տեր ջան։ Հալելույա։ Գործ Կառակելոս 16-րդ գլխում սենց հետաքրքիր մի պատմություն կա 6-րդ խոսքից։ Աստծո խոսքն ասում է, որ առաքյալը Պողոս ուզում է գնա ինչ-որ մի տեղ, քաղաքները ասում, այստեղից եկավ այստեղ գնալու, գիտես մի հատ հետաքրքիր բան ասում է, Սուրբ Հոգուց արգելվեցավ, որ Ասիայի մեջ Աստծո խոսք չխոսեն։ Սուրբ Հոգին պատկերացնում ես արգելում է, որ Ասիայի մեջ Աստծո խոսք չխոսեն։ Ասում է եւ նրանք հետո ջանք էին անում, որ գնային մեկ ուրիշ տեղ խոսեին, բայց գիտես ինչ է ասում շարունակությունը, եւ Հոգին թույլ չտվեց նրանց։ 7-րդ խոսքում։ Եվ ասում է ուզում էին, ջանք էին անում, որ գնային դեպի Բեթանիա, եւ Հոգին թույլ չտվեց նրանց։ Ինչ վատ բան ենք անում, որ
ուզում եմ գնամ Աստծո խոսք խոսամ։ Սերիս հոգով առաջնորդվող մարդը, եթե մարդը Սուրբ հոգով առաջնորդվում է, գիտես, քեզ մի հատ կարևոր բան ասեմ։ Պետք է հնազանդվել Աստծո խոսքին։ Եթե Աստված ասում է մի գնա, եթե Աստված ասում է մի խոսա, ուրեմն մի գնա, մի խոսա։ Մոտավորապես մոտ 2 տարի առաջ հարսուկիսուր եկել էին խոսելու։ Չգիտեմ կեսուր ինձ ում տեղներ դրե, բայց հարսին բերել էր, որ մտում ես դաստիրակ եմ, որ մի հատ խելք ունենա, հովիվ ջան, հələ դու լսա, մի երկու բառ խոսա, ես ով եմ, որ ես քո հարսին բան ասեմ։ Ես ով եմ, որ բան ասեմ։ Ու գիտես, սկսեց խոսելը, բերել էր, որ հարսի վրա խոսամ։ Խելոք նստած է այդ աղջիկը։ Սպասում է, թե ինչ եմ ասելու։ Ու գիտեք, անկեղծ եմ ասում, ներսս նես մի հատ բորբոքում եկավ, Տիրոջ հոգուց հասկացա ինչն էր։ Ու գիտես, Աստվածաշնչից դուրս ոչ մի բան չեմ ասել։ Մեջ բերումներ եմ արել, որ եթե ինձ հարցնեին հովիվ այդ պատրաստ գրած ունեիր, կասեի չէ, ընդհանրապես պատրաստ գրած չունեի, չգիտեմ ինչի համարել են եկե, բայց Աստծո խոսքը գիտեք ինչ ասում, որ կային ես խոսալու, չմտածես թե ինչ ես խոսալու, Տերը կխոսա։ Եթե Տիրոջ հոգով լցված ես, դու մի մտածի թե ինչ ասելու, վայ, ես վախենում եմ, սիրելիս, Սուրբ հոգով լցված մարդը զորացած է, այնտեղ վախ չկա։ Սուրբ հոգով լցված մարդը, գիտես, Աստված ասում է, եւ Տերը մեզ չտվեց երկչոտության հոգի, այսինքն համսենց մտածեմ, համնենց մտածեմ, չէ, այլ տվեց համարձակության հոգի, զորության հոգի։ Տեսեք, Աստված ինձ ու քեզ այդ զորությունը տվել է։ Մնում է ես ու դու հավատքով վերցնենք ու թույլ տանք, որ Սուրբ հոգին մեզ առաջնորդի։ Ամեն անգամ արդեն 10 տարվա քրիստոնյա եմ, ամեն անգամ, երբ որ պատիվ եմ ունենում, կանգնելու Աստծո խոսք խոսելու, դա կլինի զոհաբերության խոսք, դա կլինի, չգիտեմ, քարոզ, կլինի ինչ-որ աղոթքի ծառայությանը կամ կլինի աղոթք, գիտեք ինչ ոնց եմ անում։ Ամենից առաջ ասում եմ, Տեր, թող Կարենը մեռնի եւ Սուրբ հոգին խոսա, թող ինձանից ոչ մի բան չեղնի, ես չեմ ուզում իմ անձից խոսամ։ Սիրելիս, գիտես, եթե Սուրբ հոգով լցված չես, մկրտված չես, քարոզչությունդ կարա եղնի ընդամենը դասախոսություն։ Ես չեմ ասում դասախոսությունը վատ է։ Երբ որ դպրոցում դաս են տալիս, մենք ահագին բան ենք վերցնում, ահագին բան ենք խոսում, նույն էլ քարոզները, բայց երբ որ Սուրբ հոգին է առաջնորդում, երբ որ լցված ես, զորացած ես Սուրբ հոգով, դա լրիվ ուրիշ բան է անում Տերը։ Գիտեք ինչքան է եղել, որ կանգնեմ քարոզելու, նույնիսկ հենց հիմա, որ կանգնեմ քարոզը պատրաստած, կանգնեմ քարոզելու ու Տիրոջ հոգին առաջնորդի այն ուղղությունով, ոնց որ ինքը ուզում է եւ ոչ թե նենց ոնց որ ես իմ խոսքը պատրաստել եմ։ Գիտես, Տերն է, չէ անողը, ինչ անում եմ Տիրոջ համար եմ, ճիշտ է անում։ Եթե Տերը տանում է սենց, ուրեմն պետք է գնամը դենց, սիրելիս։ Եթե Տերը ինձ առաջնորդում է, որ հիմա հենց հիմա ասեմ այն ինչը որ Տերը ուզում է ասեմ, որովհետև ծառայությունից առաջ ես հրճագեցի, Տեր, թող Կարենը մեռնի, քո հոգին գործի եւ ասես այն ինչը որ դու կկամենաս որ ասեմ եւ ինձանից ոչ մի բան չասեմ, ես չեմ ուզում ինձանից բան ասեմ։ Ու Տերը առաջնորդում է դենց ոնց որ ինքն է ուզում, ոնց որ գրված էր եւ հոգին խոսել էր տալիս այնպես ինչպես որ ուզում է։ Ինձ ու քեզ պետք է ընդամենը հանձնվենք Տիրոջ ջրերին, հանձնվենք այդ Սուրբ հոգու ալիքներին ու թույլ տանք, որ Սուրբ հոգին մեզի տանի։ 9-րդ խոսքը, Գործ Առաքելոց 16-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Եվ գիշերումը տեսիլքին երևեցավ Պողոսին, մեկ մակեդոնացի մարդ կանգնած էր, աղաչում էր նրան եւ ասում. «Անցիր Մակեդոնիայում եւ օգնիր մեզ»։ Եվ երբ որ տեսիլքը շուտով ուզեցավ դուրս գալ Մակեդոնիա, հասկանալով, որ Տերն է հրավիրել մեզ, որ ավետարանենք նրանց։
Սիրելիս, այնքան կարևոր է, լավ է Սուրբ Հոգու ձայնը լսելը, լավ է որ Սուրբ Հոգին ունես, լավ է որ Սուրբ Հոգին ներսիցդ խոսում է, բայց ոչ մի արժեք չունի դա, եթե դու չես առաջնորդվում Սուրբ Հոգու ձայնով, կամ չես առաջնորդվում այնպես, ոնց որ Սուրբ Հոգին է խոսում։ Եվ տեսեք, այստեղ վատ բան չէր ուզում անել առաքյալը, ուզում էր գնար Աստծո խոսք քարոզելու, հոգին թույլ չտվեց, ուզում էր գնար ուրիշ տեղ խոսելու, հոգուց արգելվեցավ, բայց հենց որ հասկացավ, թե ինչա Տերը իրանից ուզում, գիտեք ինչ եղավ, հելավ հասկանալով, որ Աստված հրավիրել է իրենց Մակեդոնիա այնտեղ Աստծո խոսք քարոզելու։ Հալելույա։ Առաջին Կորինթացիս 14:2 Որովհետև լեզուներով խոսացողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, որովհետև ոչ ով չի լսում, բայց հոգին խորհուրդներ է խոսում։ Լեզուներով խոսացողը մարդկանց հետ չի խոսում։ Երբ որ դու կանգնում ես Սուրբ Հոգու լեզուներով աղոթում ես, դու մարդկանց հետ չես խոսում, դու Աստծո հետ ես խոսում։ Ոչ մեկ ասում է չի լսում, չի հասկանում։ Պարզա բոլորս էլ լսում ենք, բայց չենք հասկանում։ Գիտես, խոսքը ասում է հոգին խորհուրդներ է խոսում։ Ես հիշում եմ մի ծառայության ժամանակ կանգնած աղոթք էի անում ու հասկացա, որ հիմա ինչ որ մարդու համար, ինչ որ մեկի համար պետքա բարեխոսական աղոթք անեմ։ Ես երևի այդ վկայությունը վկայել եմ, բայց ուզում եմ մի հատ է վկայեմ։ Սուրբ Հոգու գործնեությանը, թե տեսեք Սուրբ Հոգին ինչեր է անում։ Ու գիտես ծառայության ընթացքում հասկանում եմ, որ հենց հիմա պետքա ծառայությունը կանգնեցնեմ ու աղոթեմ Սուրբ Հոգով։ Ես խնդրում եմ, որպեսզի եկեղեցին միաբանվի ու մենք աղոթենք Սուրբ Հոգով։ Ու աղոթում ենք ու ես հասկանում եմ, որ ինչի համար որ աղոթում ենք, պատասխանը ստացանք։ Ծառայությունը վերջանում է, գնում եմ տուն։ Տանից զանգ եմ ստանում։ Տանից զանգ եմ ստանում, վերցնում եմ մամանա, խոսում եմ, ասում եմ մամ ինչ ա եղել, ասում է գիտես մի քանի ժամ առաջ երբ որ մենք ծառայության էինք, պապան վադացավ։ Մենք նենց էինք վախեցե մտածինք պապան մահանում է։ Սրդի աշխատանքը չէինք զգում, ասում է բոլորս վախեցել էինք, գոռում էինք, էս ինչ կատարվավ։ Ու գիտեք ասում է ինչ տեղ ունեցավ։ Մեկ է մի քանի րոպե հետո, ասում է հայրդ աչքերդ բացեց, ու գիտեք ինչ ասեց, ինչի եք խառնվել իրար։ Ես տեսել եմ, տղես իմ համար աղոթում էր։ Թե ինչի համար ենք աղոթք անում, չգիտենք, բայց Աստծո հոգին բարեխոս է լինում հորը։ Պապան ուրդից գիտեր։ Ինչ գիտեր։ Հոգին ժամանակներից ու տարածությունից դուրս է։ Գիտես, չի բացառվում, որ մի քանի վայրկյանով այսպես դուրս է եկե ու հետ է եկե, որ ցույց տա հրես մի վախի, քո համար կանգնած բարեխոսողներ կան։ Սիրելիս, այնքան կարևոր է, որ մենք ունենանք այդ հոգին, Սուրբ Հոգին ունենանք, որ ես ու դու բարեխոս եղնենք մեր հարազատների համար։ Հավատացեք, բարեխոսական աղոթքի մեջ զորություն կա։ Քանի անգամ ես լսել, որ ինչ որ մեկը քո համար բարեխոսական աղոթք անի։ Քանի անգամ ես դու ինչ որ մեկի համար բարեխոսական աղոթք արել, քանի անգամ, ու դա է կարևոր, գիտես, Աստված շեշտ կարևորություն է դնում, շեշտադրում է դնում, որ ես ու դու բարեխոսներ եղնենք, որ ես ու դու բարեխոսական աղոթքներ անենք։ Հալելույա։ Այսօր այն մարդիկ, ովքեր որ մկրտված չեն Սուրբ Հոգով, խնդրեմ ձեր բարձրացեք, ովքեր մկրտված չեն Սուրբ Հոգով։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Գիտես, այսօր ծառայության վերջում մենք աղոթելու ենք, որ դուք Սուրբ Հոգին առնեք, Սուրբ Հոգով մկրտվեք։ Երբ որ կարդում ես Գործք գիրքը, տեսեք, Աստծո խոսքը ասում է Գործք 19-րդ գլուխ 6-րդ խոսքում։ Եվ երբ որ Պետրոսը ձեռնադրեց, ձեռքը դրավ նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ էին խոսում եւ մարգարեանում էին։ Սիրելիս, երբ որ Տերը ասեց, մինչև չգնամ, ես կգնամ ու կխնդրեմ կաղաչեմ, որ Հայրը Սուրբ Հոգուն տա ձեզ։ Գիտես քեզ ինչ է պետք, որ փափագով վերցնես Սուրբ Հոգուն։
որ դու վերցնես Սուրբ Հոգին։ Գիտես, Աստված քեզանից ու ինձանից շատ է ուզում, որ ես ու դու մկրտվենք Սուրբ Հոգով։ Բայց դու պետք է այդ փապագ ունենաս, այդ ծարավ ունենաս, որ Տեր այդ Սուրբ Հոգուն քեզի տա։ Ինչ է անում Սուրբ Հոգին։ Մխիթարում է։ Ինչ է անում Սուրբ Հոգին։ Օգնում է մեզ մեր տգարությունների մեջ։ Ինչ է անում Սուրբ Հոգին։ Զորացնում է։ Ինչ է անում Սուրբ Հոգին։ Առաջնորդում է։ Գիտեք, Սուրբ Հոգու գործունեությունը, որ ասեմ, թե ինչեր է անում, կարող է այսօրվա օրը չհերիքի, որովհետև այնքան բազմաբնույթ աշխատանք է տանում Սուրբ Հոգին երկրի արարչությունից մինչև այսօր։ Ու այսօր պատկերացրեք, Աստծո երրորդ անձը մեր մեջ է բնակվում։ Սուրբ Հոգին մեր մեջ է բնակվում։ Գիտես, ու ցավում եմ, երբ որ ես տեսնում եմ մարդիկ, ովքեր որ ապրում են անվայել, ամբարիշտ կյանքով, ու հետո մեկը ասում են, գիտես, ինձ թվում է Սուրբ Հոգին ինձ թողել է։ Սիրելիս, տրտմեցրել ես Սուրբ Հոգուն։ Տրտմեցրել ես Սուրբ Հոգուն, ու չգիտես ինչի, էլ չես կարող Սուրբ Հոգու լեզուներով աղոթես։ Քեզ պետք է ապաշխարես։ Քեզ պետք է վերականգնես հարաբերությունը Աստծո հետ։ Քեզ պետք է թույլ տաս, որ Սուրբ Հոգին գործի քեզանով։ Ես Սուրբ Հոգով մկրտված մարդ եմ, ուզում եմ գիշերային կլուբ է գնամ, Աստված ինձ մեղքից կպայի։ Ինչ անելու, աչքերդ այսպես փակելու, հա, տեսողությունը տես կորցնելու, որ չտենաս ուր ես գնացը։ Ես Սուրբ Հոգով մկրտված մարդ եմ։ Եթե ես ուրիշինը ուզենամ այսպես վերցնեմ, Աստված թատիկից կխփի, Տերը թույլ չի տա։ Լուրջ եք ասում, ժողովուրդ։ Լուրջ եք ասում։ Այդքան էժանացնում ենք, հա, մենք Սուրբ Հոգուն։ Մենք չենք հասկանում, թե ով է Սուրբ Հոգին ու ինչ դեր ունի մեր կյանքում։ Ու գիտես ինչ, Տեր, եթե քո կամքն է, նենց արա ես մեղքի մեջ չընկնեմ, բայց աչքերը չգիտեմ այդ կարճ յուբկա հակած աղջիկա ոտքերից չի անցնում, այսպես նայելով գնում ես, մեղքի մեջ չընկնեմ հանգարց չընկնեմ, արդեն վիզը շուռ է եկե։ Մի նայի։ Մի հատ եղբայր վկայություն ա գրե, որ խնդրում ենք վկայություններ գրեն, մի հատ եղբայր վկայություն ա գրե, ներողություն, վկայություն ա գրե ու ասում եմ, ուզում եմ ձեր հետ խոսամ, շատ կարևոր է դա։ Մի խոսքով հանդիպեցինք, խոսացինք ու եղբայրը բան ա պատմում, վկայել եմ դա, չգիտեմ ստեղ չէ, բայց ինչ-որ միտեղ վկայել եմ, ու եղբայրը վկայում ա, ապաշխարել, ուզում է ցույց տա, որ գիտես, ասենք, հասկացանք, հա դու հովիվ ես, բայց Աստված մեր հետ էլ է, էլի իմ հետ էլ է գործում։ Ու պատմում է, ու բան է պատմում, որ ոչ Աստծո խոսքով է համընկնում, ոչ Սուրբ Հոգով, ոչ Քրիստոսի շնորհքով, ոչ մի տեսանկյունից չեմ կարող դա ասես տեղավորեմ Աստծո խոսքի մեջ։ Ու երբ որ ինք այդ ամեն ինչը խոսեց, ու գիտես, ու վերջում սենց ավ ու Տերես փառավորվեց։ Նայում եմ, առաջ անգամ եմ եղբորը տենում։ Վասի, բայց կներես, բայց այդ քո արածները սխալ չի, գիտեք ինչ պատասխանեց։ Սխալա, բա ինչ է։ Ուզում ես հասկանաս, բա որտեղ Տերը փառավորվեց։ Որտեղ որ գնացիր ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկից ինչ-որ մի բան վերցրեցիր, խնդրեցիր, որ հանգարց ես մարդը չիմանա, որ դու իր ունեցվածքին կբել ես, Տեր ջան, ասում եմ, բա ներսդ հանդիմանություն չեկավ, մի տեսակ ինչ-որ մի բան այն չէր, հետո դրանից հետո չէի կարում գիշերները հանգիստ քնել։ Ասում եմ, հետո, չգիտեմ, երևի դևերը հարձակում էին, ասում եմ, բա խիղճ էդ, ասում եմ, հովիվ ջան, ճիշտն ասած, մի քանի անգամ լսելի ձայնով լսեցի, որ պետք է գնամ այդ մարդուց ներողություն խնդրեմ, այդ ինչև էլ որ տարել եմ, ինչև էլ որ գողացել եմ, տանեմ հետամ, բայց չկար է, արդեն ծախսել էի։ Ասում եմ, բայց գոնե գնացիր խոստովանեցիր, չէ, բա դրա ճիշտը որն է, սխալ է, հա սխալ է, բա ինչ է։ Հալելույա։ Սիրելիս,
Գիտես, իմ հետ լինում է դեպքեր, որ առակած է իմ կյանքում առակածից մի խոսք կա, այդ խոսքի հետ լինում է, որ շուշուտ չէ, բայց կարող է տարվա մեջ մի անգամ, երկու անգամ այդ խոսքը ինձ սենց կբնի, ասում է, երբ որ զայրանաս, չմեղանչես։ Մարդ ես, չէ, կարաս զայրանաս։ Եղնում է, որ ինչ-որ մի բանի վրա զայրանում ես։ Բայց գիտես, մի հատ կարևոր բան ասում, երբ որ զայրանաս, չմեղանչես։ Ու երբ որ ինչ-որ մի հատ բան է գալիս, որ լսում եմ, կարող եմ մի հատ ֆանտաստիկ պատմություն լսեմ, ծառայողների կամ ինչ-որ մարդու կյանքում անկախ քեզանից ասես բարկությունդ գալիս է, ուզում ես մի հատ ճիբոտը վերցնես ու լարես իրան, կամ ճիբոտով ծեծես, գիտես, ներսիցս Սուրբ Հոգին գիտեք ինչ ձև է խոսում, ու հասկանում ես, ոնց որ ես եմ իր երեխեն, նենց էլ այդ մարդն է իր երեխեն։ Սելիս, եղբայրը պետք է օգնի։ Եղբորը պետք է օգնի, քուրը քրոջը պետք է օգնի, բայց իրան Սուրբ Հոգու տեղը պետք է չդնի։ Ու գիտես, լսել եմ, որ շատ եմ լսում, որ մարդիկ գալիս են Սուրբ Հոգու անունից բաներ են ասում, որ ընդհանրապես այդ Սուրբ Հոգին չկա։ Սուրբ Հոգին ինձ էսպես ասեց. մենք գնում ենք հյուսիս։ Սառուցյալ օվկիանոսով գնում ենք հյուսիս։ Ու գիտեք ինչ, Աստված ասել է, հետներդ ոչ մի բան չվերցնեք, այս ծովի ջերմաստիճանով, շորտիկին հայերեն ոնց են ասում, չգիտեմ, կիսատաբատով, մայկայով գնում ենք սառուցյալ օվկիանոս, որովհետև Տերն է իմ ջերմությունը, Տիրոջ կրակի մեջ է։ Աստված քեզ ասել է գնա այդտեղ։ Գիտես, Աստծո գեներալներից մեկը ինքը հիմա երկնքում է, Յոնգիչոյին հարցնում են եւ երկու հոգի, որ ասում են, գնում են, ասում են հավատքով, ջուրը անցնեն, ու գիտեք ինչ է տեղ ունենում, խեղդվում են, ու գալի ասում են, բայց չէ որ Տերը ասում էր, հավատաք կանցնեք։ Գիտես, բա ոնց Պետրոսը անցավ, ոնց Պետրոսը քայլեց ջրերի վրայով, Յոնգիչոն պատասխանում, ասում է, Պետրոսին Հիսուսը կանչեց։ Սիրիս, քեզ եթե Սուրբ Հոգին ինչ-որ մի բանի մեջ կանչում է, լսի, հնազանդվի էլի, ինչ կեղնի, շատ եմ խնդրում, իմ համար չեմ ասում, քո համար եմ ասում, քո շինության համար եմ ասում, քո լավի համար եմ ասում, քո ընտանիքի համար եմ ասում։ Երբ որ Սուրբ Հոգին քեզ ինչ-որ մի բանի մեջ կանչում է, մանավանդ եթե ինչ-որ մի բան ասում է, որ քո սրտով չի, առավել եւս հնազանդվի։ Եթե Հոգին է ասում, առավել եւս հնազանդվի։ Մի օր ծառայություն պետք է անենք, այս վերջի վկայությունն եմ պատմում, մենք իրար հետ աղոթք կանենք։ Մի օր պետք է ծառայություն անենք, դեռ հլստեղ հովության չէ, ուրիշ քաղաքում հովություն է անում, ու գիտեք, մի բան կար, որ պետք է անեի, այնքան կարևոր էր, ես մտածում էի, Տերս այնքան կուրախանա, որ այդ ծառայությունը սկսենք, այդ ծրագիրը սկսենք, մեծ ծրագիր էր, ու մտածում էի, որ Աստծուն պետք է այսի փառք բերի, ու իրականում այն ինչը որ մտածում էի, սերներս, հավատացեք, ինքը շատ մեծ ծրագիր էր ու շատ զորավոր գործ կարար աներ Տիրոջ համար։ Շատ զորավոր։ Ու ես վերցնում եմ այդ, հավաքում եմ, խոսում ենք արդեն ամեն ինչ, կան մարդիկ, ովքեր որ ուզում են մասնակցեն այդ ծրագրին, ու առավոտ պետք է սկսենք։ Գիշերը գալիս պարգում եմ ու խնդրում եմ, որ Հայրս, Տերս օրհնի այդ ծրագիրը։ Ու երազում հանդիպում եմ ունենում Տիրոջս հետ։ Ու գիտեք ինչ եմ ստանում, որ ես չեմ օրհնեն ինչը որ իմ հետ չես սկսե։ Ու ես զարթնում եմ սարսափած, ոնց, ես ինչ է կատարվում։ Գիտես, Տեր ինձ քո կարծիքն է պետք, Տիրոջ կարծիքը ամենավերջում պետք է չհարցնես։ Ու գիտեք, եկավ մի իրավիճակ, որ ես զարթնել եմ, հասկացել եմ, որ Սուրբ Հոգին հանդիմանում է, արգելում է, թույլ չի տալիս։ Ինչքան որ հակառակ բաներ կա, Սուրբ Հոգին ասում է, որ հասկանամ, որ ես այդտեղ չմտնեմ։ Ու հիմա ինձ համարձակություն է պետք, որպեսզի զանգեմ այդ մարդկանց ու ասեմ, որ չենք անում։
Բայց մի հատ բան կար։ Ում ուզում ա նեղացնեմ, հոգուն չնեղացնեմ։ Ում ուզում ա ցավացնեմ, Հիսուսին չցավացնեմ։ Հասկացա, որ սխալ բան եմ ցանել։ Զանգեցի բոլորին հերթով։ Բոլորից ներողություն խնդրեցի։ Բոլորից ու ասեցի, այդ ծրագիրը չենք անելու։ Վրտովեցան, չգիտեմ ինչ տեղ ունեցավ, հետո Տերը ցույց տվեց, որ այդ ճանապարհի ես կեսին Սատանան իմ համար թագարտ ուներ դրած, որ ես հայտնվելու եմ այդ թագարտի մեջ ու կորցնելու եմ կոչում է ինչի մեջ, որ Տերը ինձի կանչել էր։ Կարաս փառք տաս Աստծուն։ Եթե դու լսում ես Տիրոջ ձայնը, փառք Հիսուսին։ Եթե դու հնազանդվում ես Աստծո ձայնին, փառք Հիսուսին։ Եթե դու թույլ ես տալիս ու առաջնորդվում ես Սուրբ Հոգով, փառք Հիսուսին։ Արի ոտի կանգնենք։ Աշակերտները խոսում էին ու բոլորը լսում էին այն լեզուները, բոլորը լսում էին իրենց լեզուները։ Ոնց որ այն քույրիկը լսեց իր լեզուն, ոնց որ մեր եղբայրներից մեկը վկայություն ա պատմում, ու երբ որ ինքը աղոթում ա ու աղոթքի ժամանակ ինքը մաքուր հուներենով մի երեխա հարցնում ա Տեր ուր ա իմ հայրը, ես իրան ծնվածը սորվանից չեմ տեսել, ուզում եմ տենամ, ու մեր հովիվներից մեկը աղոթք ա անում։ Ու գիտեք, չգիտե ես եղբայրը ինչի համար աղոթում, ու ինքը մաքուր հուներենով դիմում ա այս երեխային, երիտասարդին ու հայտնում ա հոր գտնվելու վայրը։ Դենց բան մենակ մեր Տերը կարող անի, սիրելիս։ Հիմա ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի չի եղել, նման եկեղեցում առաջի անգամ ա։ Եթե այստեղ ես, կխնդրեմ, ձեր բարձրացու ողջունենք քեզ։ Տերը քեզի շատ օրնի, եղբայրս, Աստված քեզի շատ օրնի։ Աստված քեզի շատ օրնի, եղբայր, Տերը շատ օրնի ձեզ։ Աստված շատ օրնի քեզ, տատ ջան։ Փառք Հիսուսին։ Սիրելիներ, ես ձեզ առաջ չեմ կանչելու։ Հիմա մենք ընդհանուր ապաշխարության աղոթք կանենք։ Էլի կա մարդիկ սիրելիներս չտեսա, անցածանկանվապես չեմ ուզում լեն։ Հա, Տերը քեզի շատ օրնի, եղբայր, Աստված քեզի շատ օրնի, քուր ջան։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ 5 հոգի նախ տեսել եմ։ Մնացածին եթե չեմ տեսել, 6, եղբայրս, Աստված քեզի շատ օրնի։ Քուր ջան, դուք եք առաջ անգամ։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մեզ ինչ հրաշալի է, չէ՞ մեր Աստված անում։ Էս ինչ հրաշքներ անում մեր Աստված։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուզում եմ միասին մի հատ աղոթք անենք։ Աղոթքը կոչվում է ապաշխարության աղոթք, հաշտության աղոթք։ Այնպես չի որ Տիրոջ հետ կռված ես, նեղացած ես, բայց գիտես, կուզեմ որ ասես, Տեր ջան, ես ուզում եմ իմ կյանքը փոխեմ։ Ու Աստված կփոխի սերս։ Գալիս ենք Տիրոջ առաջ ու ասում ենք, ինչ արե չեմ արե, խնդրում եմ ինձ ներես։ Կանեք այդ աղոթքի մեջ։ Ես խնդրեմ մեր փառաբանության թիմը գա։ Հալելույա։ Խնդրեմ սելի եկեղեցի փակես աչքերդ եւ նաեւ մեզ համացանցով դիտողները, սերներս այս աղոթքը արեք, սա կոչվում է ապաշխարության աղոթք։ Կապ չունի երբ կնայես, բայց այս աղոթքը արա, շատ կարեւոր աղոթք է։ Սերներս փակեք ձեր աչքերը ու իմ հետևից կրկնեք։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկայր այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ մեղքերից ազատելու համար խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Հիսուսին։
Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Աստծո խոսքը ասում է, երբ որ մեկ է սաղոտ կանում է, հրեշտակները երկնքում պար են գալիս։ Սելիս դու հենց նոր քո անունը գրեցիր կյանքի գրքում։ Ամեն։ Հիմա քեզ բնում է գիտես ոնց, անենց ապրես, որ Աստված քո անունը կյանքի գրքից չջնջի։ Քեզ պետք է ձգտես, քեզ պետք է ապրես սուրբ կյանքով։ Ամեն։ Ձգտես սրբության, փառք Հիսուսին։ Հիմա ուզում եմ աղոթեմ նամանավանդ են քույր ու եղբայրներիս համար, ովքեր որ առաջի անգամ են, որ ամեն անեծք, ամեն գիրութուղթ ձեր կյանքերից քանդված եղնի։ Ամեն։ Թույլ կտաք աղոթեմ ձեր համար։ Տեր ջան, մենք գալիս ենք քո առաջ են բերում Տեր իմ Աստված իմ քույր ու եղբայրներին Հիսուս Քրիստոսի անունով Տեր։ Թող իրանց կյանքերից Տեր ջան քանդված եղնի ամեն գիրութուղթ, ամեն ժառանգական հիվանդություն, ամեն կախարդություն, ամեն ժառանգական անեծք Հիսուսի զորավոր անունով Տեր։ Տեր թող քանդված եղնի Տեր ամեն տեսակ անօրենություն ու անհաջողություն իրանց կյանքերից Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր։ Ես խնդրում եմ Տեր իմ Աստված, քո զորավոր ու հրեշտակային պաշտպանությունը լինի նրանց հետ, քո Սուրբ Հոգու մխիթարությունը լինի Տեր իմ Աստված, որ դու իրանց առաջնորդես Տեր ջան։ Ու Տեր իմ Աստված, օրհնում եմ իմ քույր ու եղբայրներին Տեր ու հանձնում եմ քո Սուրբ ձեռքերի մեջ, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։